գիտեք, որ աշխարհի բոլոր ծայրերում լինում են վեճեր, լինում են կռիվներ, ու այդ կռիվները լուծելու համար շատ անգամ պետք է լինում դեսպաններ, որոնք գնան այդ բոլոր խնդիրները փորձեն հարթել։ Հիմա, քանի որ մենք մտածեցինք, որ դուք արդեն բավականաչափ մեծ եք, ու չենք ուզում սպասենք, որ դուք ավելի շատ մեծ լինեք, հիմիկվանից կփորձենք ձեզանից յուրաքանչյուրին դարձնենք դեսպան։ Մենք այսօր եկել ենք միասին, հետաքրքիր նախագիծ անենք, դրա մասին մի բան պայմանավորվենք միասին։ Հետո ինչ որ պայմանավորվել են, անպայման բոլոր կետերը պահել են։ Եկեք ես ձեզ տես սեղաններին դնեմ, դուք ինձ հետևեք։ Օգնել եք։ Իրար հետ հա, ծանոթացեք։ Բարիքներ մոտ։ Մենք ունենալու ենք խաղաղության դեսպաններ, ամեն շաբաթ մի քանի հոգի 3-4 հոգի մարդ կտրենք, որոնք պետքա պահպանեն, որ մնացած դասարանի բոլոր աշակերտները պահպանեն մեր համաձայնագրի, ստորագրած համաձայնագրի կետերը։ Ու այդ համաձայնագրի կետերը պահպանելուց պետք է առաջնորդվեն այս 4 քայլով։ Առաջին քայլ։ Պատրաստվում ենք դսել առանց ընդհատել։ Դսում ենք մեր ընկերներին։ Ինչն է պատճառը, որ երկուսով իրար հետ համաձայնություն չի կարողանում գալ, չվիրավորել եւ չմեղադրել։ Անկեղծ լինել, ասել միայն ճշմարտությունը։ Իսկ բոլորս էլ կարող ենք այս երեք կետերը բավարարել, համաձայն եք։ Այս կոնֆլիկտը արագ լուծենք ու ուրիշ ոչ մի փուլի չանցնենք։ Հա երկրորդ։ Երկու ընկերներ կանգնած են, հարց ունեն, կոնֆլիկտ ունեն, որը չեն կարողանում համացուցել, խաղապահ անմիջապես ամոթել դերից։ Հերթով դիմում է նրանցից յուրաքանչյուրին։ Կպատմես ինչ է պատահել քո տեսանկյունից։ Մյուսը լռում է ու համբերատար լսում։ Ինչ զգացիր դու այդ պահին։ Տխրություն, վարկություն, ինչ պատահեց քեզ։ Եվ երրորդ, օգնիր նրան ձևակերպել ես ինձ ված զգացի երբ։ Ինչ կարող ենք անել հիմա, որ իրավիճակը շտկենք։ Ինչ է պետք անել, որ սա այլևս չկրկնվի, պատրաստ ես ընդունել ընկերոջդ ներողությունը։ Հաշտեցում, վերջում ենք հաշտեցնելու ենք դեսպանները, ու նոր վերջացնենք։ Երբ ընկերները համաձայնության գան, ասա, շնորհակալ եմ, որ վստահեցիք ինձ, մենք միասին կվերականգնենք մեր դասարանի խաղաղությունը։ Կարամ մի հատ հարց տամ։ Այո։ Բա որ դեսպանները կռվեն։ Իրանք պետք է պարտավոր լինեն, չկռվեն։ Հիմա եթե դու լինես դեսպան ու սկսես կռվել, նշանակում է դու այդքան է հաջող դեսպան չես։ Որպեսզի մեր դասարանում լինի խաղաղություն եւ խաղաղության պահապանները, այսինքն դեսպանները կարողանան մի համաձայնագրի, որը պետք է բոլորովս միասին ստորագրեն, ապրել։ Կարամ անազգալը գրել։ Իհարկե կարող եք։ Ես դառնում ստորագրություն։ Իհարկե, եթե ձեր ընկերներից մեկը շուտ մի բան անում, որը ինձ դուր չի գալիս, ես ասեմ կանգ ա, բավական է։ Այն երեխեն, որը իր փորձում է տատակել կամ ինչ-որ հանրականել, այդ պայից դադարում է, անկախ ամեն ինչից, ինչքան բարի է իր նպատակները։ Այդ պայից դադարում է շարունակել անել ինչ-որ անում։ Արի, փորձենք չխախտել, հիշենք դրա մասին եւ վերցնում ենք մեր թերթիկը եւ փորձում մեր թերթիկի համաձայն կոնֆլիկտը չթողենք մեր ազգի կոնֆլիկտի հաշվել եւ նոր արտահայտել, որտեղ 5 վայրկյան շուշ քաշելուց հետո դու հաստատ կգտնես ավելի ուրիշ խոսքեր, որով չես տեղացնի քո դիմացի ընկերոջը։ Ինչքան է Եթե մի քանի անգամ անում, դեսպանները ձեր ես համոզված եմ իրանք այնքան ուշադիր կլինեն, որ կգան կմիջոցներ եւ դեսպանների կարևոր առաքելություններից մեկն է, որ եթե հանկարծ տեսնում են, որ ինքը այս թղթի կանոններով չի կարողացնում հանդարտեցնել, բանիշացնել, պետք է վազելով գնա ու սուշտի մոտ ասի այնտեղ կոնֆլիկտ է հասունանում կամ արդեն հասունացել։ Ու ամենակարևորը, եթե քո դասընկերը կամ ընկերը ինչ-որ մի բան արեց, որը քո դուրը չի գալիս, միշտ ապի միանգամից իրան պատասխանել։ Այ հարց տուր, իսկ ինչի դու դա արեցիր։ Կամ ինչ էիր ուզում դու դրանով ասել, երբ դու ասեցիր։ Միգուցե ինչ-որ ավելի լավ բան էր ուզում ասել, բայց մատուցման ձև այդքան է հաջող չստացել, երբ դուք իրար չհասկացեք։ Նաև մենք պետք է հասկանանք, որ ուժերը ինչի, որ կարող է բռունցքներով տեսնել։ Ոչ, ուժերը նա է, որ կարողանում է կոնֆլիկտը լուծել։ Խոսքերով, հասկանալով, պետք է ասել փորձեք ոչ թե իրար դեմ բակադրվեք, այլ համագործակցեք։ Այսօր եք ընտրել ով դեսպան։ Այսօր ընտրել ենք դեսպանը։ Ճիշտ է, չէ՞ ասում։ Դեսպանները շատ
դպրոցական օրը կփոխվի։ Հաջորդ շաբաթ ինքը իրավունք ունենա ընտրվի, որ բոլորը հավասարապես դեսպան կարողանան։ Ինչ կլինի, եթե մեր ընկերները չորոշեն դեսպանների հետ խոսել ու Դեսպանը պետք է նկատի, որ դուք ինչ-որ խնդիր ունեք դրաներ, եւ դա փորձի ձեզ հաշվեցնի։ Երբ որ դեսպանը գալիս է ասել է հարգելի Դավիթ, դու ստորագրել ես այս հրապարակը, դու համաձայնվել ես, որ այս կանոնները պահել, ու եթե հիմա դու չես համաձայնում էլ, պաստորի քո ստորագրությունը դու չես արվում։ եթե դեսպանը չլսեն։ Դեսպանը եթե չլսեն, ինքը կարող է դիմի ուսուցչին, ասի հարգելի ուսուցիչ, մեր մոտ կոնֆլիկտ կա, ու ես չկարողացա այդ բացի դիմի։ Եթե դու դեսպան չես, դա չի նշանակում, որ դուք չեք կարող օգնել ձեր ընկերներին։ Այսինքն ձեզանից յուրաքանչյուրը անկախ նրանից դեսպանը թե դեսպան չի, եթե տեսնում է ինչ-որ մի հատ անախորժ իրավիճակ, կարող է ինքը դեռ մասնակցել։ Կարծիքները ձեր համոզում են, չեն համոզում։ Երեք իրար հետ ինչ-որ խնդիր եք ունեցել, խոսել եք, հետո լուծել եք, դուք թիմ եք։ Թիմ, մինչև թիմ չդառնաք, ու միասին չանեք մի բանը, մի ֆունկցիան չգնաք, Դավիթ, այդ կոնֆլիկտը ու հարցը երբեք չի գնա։ Դավիթը քո կոչնա, ակերասը ինքը քրեց խոսեց կոչը։ Հա։ Հիմա դեսպանը գալիս է ձեզ հանդարտացնելու։ Առաջին քայլը դեսել, առանց հաստատել։ Հիմա լսեք, Չվիրավորել։ քեզ ինչ չեկա։ Չվիրավորել, որ Դավիթը վերցրեց ինչ կոչը ես չէի ուզում, բայց նա մեկը վերցրեց։ Ես իրան խնդրում եմ սովորական Հիմա պատահարի կերեք, ասում եմ ես չեմ սիրում, երբ իմ ձեռքից ինչ են անում, խլելով եմ վերցում մի բան, չէ որ դա իմ ինձ են, ես սեն ու խնդրի շարամադրի, կտնամադրես նանային, բայց սիրում եմ, առանց իր ձեռքից համազենեք, մոտեցի է կա, Ապա ես ասմի շամանակ չեմ շտորհավորում է, Շնորհավոր։ Կապեն, կապեն։ Շնորհավոր։ Շնորհավոր։ Եվ շնորհավոր Ինքը շատ մեծ պատասխանատվություն կար։ Եկել նաև կուզենանք մի բաներ ասել, երբ որ մեր ընտանիքներում կամ մեր կոլեկտիվներում ինչ-որ միտեղ լավ դեպք է լինում, մեծ նշանակալի դեպք է լինում, դա սովորաբար նշվում է, դրա համար մենք մտածել ենք, որ այսօր մեր համար ձեր ընտանիքի համար, դասարանի համար նշանակալի դեպք է, առիթ է, դրա համար փոքրիկ նշումի նշեք, այո, համեցեք, յուրացնեք,